Բարի երեկո, ժամը 20-ն է, Ազատության եթերում լուրերի թողարկումն է, այսօրվա թեմաներն են։ Ծառուկյանի ձեռնարկությունների հազարավոր աշխատակիցներ մատնված են պարապուրդի։ Փաշինյանը ընտրվի, որ այսօր գամ ես այսենց անգորթով։ Քարոզարշավին վարչապետի հետ վիճածքինն ազատվել է աշխատանքից։ Ադրբեջանը զորավարժություններ է անցկացնում, սակայն Ալիևը կարծում է զինուժի կարիքն էլ չի զգացվի։ Վարչապետը դատի է տվել Էդմոն Մարուկյանին և Սոֆիա Հովսեփյանին։ Ուկրաինայի դաշնակիցները հավաքվում են Փարիզում վերահաստատելու եվրոպական խաղաղապահ զորքերի տեղակայումը հնարավոր հրադադարից հետո։ Երևանյան կինոտոնը Ոսկե ծիրանը մեկ շաբաթ էկրաններին։ Ճիշտ մեկ շաբաթ առաջ իրավապահները մտան Գագիկ Ծառուկյանի առանձնատուն, Բարգավաճ Հայաստանի 70-ամյա առաջնորդին գետնին տապալելուց հետո մեղադրանք առաջադրեցին։ Նա այժմ 2 ամսով կալանավորված է, մեծահարուստ գործարարի գիշատիչներն էլ տեղափոխվել են կենդանաբանական այգի մեկ առյուծի կորստով։ Այս 7 օրերին փակ են Ծառուկյանի տասնյակ ձեռնարկությունները, բացառությամբ ցեմենտի գործարանի, որը վարչապետը խոստացել է պետականացնել։ Հազարավոր աշխատողներ անորոշ ժամկետով մատնված են պարապուրդի։ Հիմա մեզ հետաքրքրում է արդեն այս չաշխատած օրերի, ով պետք է վճարի մեզ։ Դա արդեն լուրջ խնդիր է մեր բոլորի համար։ Կալանավորված գործարար Գագիկ Ծառուկյանի ընտանիքին պատկանող մի շարք խոշոր ընկերություններ արդեն ուղիղ մեկ շաբաթ է չեն աշխատում։ Աշխատակիցներն ըստ էության հարկադիր պարապուրդի մեջ են։ Այսօր Արարատի կոնյակի գինու եւ օղու կոմբինատի աշխատակիցները հավաքվել էին ընկերության կապարակնքված դռան առջև, պահանջելով թույլ տալ վերսկսել աշխատանքը։ Ուղիղ մեկ շաբաթ է մենք այս վիճակում ենք, անորոշ, անհասկանալի, չենք հասկանում ինչ է կատարվում։ Գործարանի հարյուրավոր աշխատակիցներից Գայանե Իսպիրյանը, որն աշխատում է շշալցման արտադրամասում, անցած երկուշաբթի տեղի ունեցած իրադարձություններն իր աչքերով է տեսել։ Առավոտ շուտ իրավապահները եկան ու իրենց թույլ չտվեցին ներս մտնել։ Կինը պնդում է, թող իրավապահները քննություն անցկացնեն առանց ընկերության աշխատանքը դադարեցնելու։ Ամբողջ սպիրտ ա ներսում, դրա վտանգը։ Եթե մարդը մի քիչ գիտակից լինի, կհասկանա, որ սա արդեն իսկ պայթունավտանգ է այս ամենից պես, այս շոկ եղանակին թողնելը։ Ցիստերներ ունենք դրսում բոլորը լիցքավորված սպիրտով, ինչի մասին է խոսքը։ Մնացածն ես ասել եմ եւ նորից կրկնում եմ, թողնում եմ մեր կառավարության, մեր վարչապետի խղճին, այսքան մարդու այս անհասկանալի վիճակը, գործազրկություն։ Այս ընկերությունում արդեն 20 տարի աշխատող Ժասմենա Վեզիրյանը շուրջ 200,000 դրամ աշխատավարձ է ստանում։ Ամուսինն առողջական խնդիրների պատճառով չի աշխատում, տանը խնամում են նաեւ իր 90-անց կեսրայրին, իր ու որդու աշխատավարձով։ Վաղը բանկի օրն է, ով է վճարելու մեզ։ Մենք խնդիրներ կունենանք։ Դրա համար խնդրում եմ մեր վարչապետին ուղղակի այս հարցին շուտ լուծում տա։ Մենք ընդհանրապես մեր աշխատանքն ենք ուզում, չգիտեմ, ոչինչ ավել բան չենք ուզում, ողորմություն չենք խնդրում, մենք աշխատենք մեր աշխատավարձով, մեր հարցերը լուծենք։ Աշխատավարձերը թեև մինչ իրավապահների գործողությունները հասցրել են ստանալ, սակայն դեռ գումար պետք է փոխանցեն իրենց։ Երևանի Արարատ կոնյակի գինու եւ օղու կոմբինատը Հայաստանի խոշոր հարկատուների ցանկում 2025-ի տվյալներով 357-րդն է, վճարած շուրջ 1 միլիարդ դրամի հարկերով։ Անցած երկուշաբթի առավոտյան միաժամանակ իրավապահները գնացին ոչ միայն այս, այլև Ծառուկյաններին պատկանող մի շարք այլ ընկերություններ ու կապարակնքեցին դռները։ Multistone ընկերության աշխատակիցներն այսօր նույնպես հավաքվել էին պատասխաններ պահանջելով, երբ կկարողանան աշխատանքի վերադառնալ։ Չենք աշխատում, դրա պատճառով հիմնարկը չի կարում այդ աշխատավարձն դա, որովհետև փոխանցումով է, արձեր մենք չենք ստանում։ Քարտային փոխանցումով է, որ ոչ մի կոմպյուտեր, ոչ մի հաշվապահություն սաղ փակել են, որտե՞ս է այս մարդը աշխատավարձ։ Չի գործում նաև 2025-ի տվյալներով Հայաստանի 80-րդ ամենամեծ ընկերությունը Փարավոն ռեստորանը, շուրջ 4.5 միլիարդ դրամ վճարած հարկերով։ Այսօր ռեստորանի ու հարևանությամբ գործող Multigrant հյուրանոցի աշխատակիցները նույնպես ակցիա իրականացրին։
Այստեղ նաև հարսանյաց արարողություններ էին ծրագրել։ Ին աշխատակիցները գտնվում են, չգիտեմ, անորոշ վիճակում։ Եթե ամեն մեկս մեր վրա վերցնի, ուղղակի ինչ կաներ, եթե, չգիտեմ, հազարավոր հաճախորդներ զանգ տային, ինչ պետք է պատասխանենք իրենց։ Ամոթանք ենք լսում, չգիտեմ, վիրավորանք նույնպես, ուղղակի շատ ամոթ է, չգիտենք ինչ անենք։ Պահանջը նույնն է՝ վերաբացել ընկերությունները։ Ես հիվանդ թոշակառու եմ, բայց աշխատում եմ ստիպված, որտեղ այդ թոշակով չեմ կարողանա իմ բոլոր դեղերը առնել։ Ես ունեմ ոսկորների խնդիր, որ շատ թանկ դեղ եմ առնում, դրա համար ամեն ամսյա ստանում եմ եւ դրանով ապրում եմ։ Երևան-Սևան տրաս այս աղջիկը փակեց, որ Փաշինյանը ընտրվի, որ այսօր գա մեզ այսպես անգորտ թողնի։ Համար շատ բաներ արեցին։ Շատ բան արեցինք մենք իր համար, բայց հետո այս Անցած շաբաթ կանգնել էր նաև Արարատի ցեմենտի գործարանի արտադրությունը, սակայն աշխատակիցների բողոքի ակցիայից հետո կառավարության միջամտությամբ թույլատրեցին վերսկսել աշխատանքը։ Այսօր պետական եկամուտների կոմիտեն Ծառուկյաններին պատկանող գործարանում հարկերից խուսափելու դեպքերի մասին է հայտարարել։ Հարկային մարմինը պնդում է, թե պետությանն ավելի քան 400 միլիոն դրամի վնաս են հասցրել։ Օրինակ առանց անհրաժեշտ փաստաթղթերի ցեմենտ են իրացրել։ Խուսափել են նաև ձեռք բերած դիզելային վառելիքի դիմաց բոլոր անհրաժեշտ հարկերը վճարելուց։ Պետական եկամուտների կոմիտեն հաղորդումներ է ներկայացրել քննչական կոմիտե։ Ծառուկյաններին պատկանող ընկերությունից դեռ չեն արձագանքել հարկային մարմնի պնդումներին։ Արդեն մեկ շաբաթ է կապարակնքել են նաև Օլիմպիավանի մուլտի ուելնես կենտրոնի դռները, որոնց աշխատակիցներն ու մարզվողներն անցած շաբաթավերջին բողոքի ցույցեր կազմակերպեցին։ Իրավապահները կապարակնքել ու դադարեցրել են նաև Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի դռներն ու աշխատանքը։ Սակայն հայկական մարզաշխարհի ներկայացուցիչները, որոնց Գագիկ Ծառուկյանը տարիներ շարունակ անձամբ աջակցել է, արդեն մեկ շաբաթ է լուռ են։ Առայժմ կալանավորված գործարարին հրապարակայնորեն աջակցել են միայն Հայաստանի բասկետբոլի, բռնցքամարտի, ուժային եռամարտի ու ուշու գունգֆուի ֆեդերացիաները։ ՀԱՕԿ գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանն օրերս Facebook-յան գրառմամբ պնդեց, թե կրթության նախարարության պաշտոնյաներն ու պաշտպանության նախարարության բանակի կենտրոնական մարզական ակումբի ղեկավարությունը մեջբերեմ աննախադեպ ճնշումներ են գործադրում ֆեդերացիայի ղեկավարների եւ ներկայացուցիչների նկատմամբ, փորձելով արգելել արտահայտել սեփական կարծիքն ու աջակցել Գագիկ Ծառուկյանին։ Այսօր, երբ Գագիկ Ծառուկյանն ապուրինի կալանքի մեջ է, առավել քան երբևէ անհրաժեշտ է պահպանել մեր միասնականությունը։ Մի տրվեք ժամանակավոր պաշտոնյաների շանտաժին, սպառնալիքներին եւ ճնշումներին։ Մի թույլ տվեք, որ վախը հաղթի արժանապատվությանը։ 6 ամիս առաջ մարզիկների հետ հերթական հանդիպման ընթացքում Գագիկ Ծառուկյանի կողքին նստած էին ըմշամարտիկներ Արթուր Ալեքսանյանն ու Մալխաս Ամոյանը, ծանրամարտիկներ Ռիփսիմե Խուրշուդյանն ու Վարազդատ Լալայանը։ Դրանք առայժմ լուռ են։ Շնորհավորում եմ։ Շնորհակալ ենք քո ծնողներից, որ տենց աղայատվել, որ կարողանում է հայ ազգի պատիվը բարձր պայ աշխարհում ապրել։ Կրթության նախարարությունն առայժմ չի արձագանքել Օլիմպիական կոմիտեի քարտուղարի հրապարակային պնդումներին։ Ազատությանն էլ հորդորեցին գրավոր դիմել։ Տնտեսության թեման շարունակելով այժմ էլ ռուսական սահմանափակումների մասին, որ չնայած կանխատեսումներին չդադարեցին նաև ընտրություններից հետո, ավելին հայկական արտադրանքը շարունակում է պատժամիջոցների տակ մնալ անգամ վարչապետի Ռուսաստան այցից հետո, երբ հայտարարվեց, թե շուտով արդյունքներ կլինեն։ Որ հայկական մեքենան մտնի հրապարակի կենտրոնում, միանգամից կալանավորենք տանեն։ Կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիայի դուրս եկած բեռնափոխադրողներից Վարդան Վարդանյանը զայրացավ, երբ հրապարակում վրացական պետհամարանիշներով բեռնատար տեսավ։ Ասում է, ի տարբերություն հարևան երկրների փոխադրողների, հայկական ընկերությունները չեն կարողանում միջազգային բեռնափոխադրումների համար անհրաժեշտ թույլտվությունները, դազվոլները ստանալ։ Պահանջում են, որ կառավարությունը բանակցի Ռուսաստանի հետ։ Դազվոր թող տան մեզ, որ մենք էլ կրանանք երրորդ երկրի արտահանում անենք։ Դազվոլն է, որ իրավունք ունենանք Վրաստանից բեռ բարձեն գնանք Ռուսաստան։ Վրացին ոնց է բերում մեր մոտ, մենք էլ կարանանք իրանց մոտից տանենք, քիչ տանենք որ։ Նոր ոնց անցա վրացական մեքենան հրապարակով, չէ՞։ Եթե մեր հայկական մեքենան մտնի Վրաստանի տելևիզիա հրապարակը, կարող է եւ ավտոն պետականացնել։ Պահանջում են, որ կառավարությունը բանակցի Ռուսաստանի հետ ու ապահովի այդ թույլտվությունների տրամադրումը նաեւ հայկական ընկերություններին։ Որտեղ օտար երկրա մեքենաները ունեն այդ ցենտը կամ դազվոլը, իրան կարում են այդ անգանի։ Դազվոլը տալիս է Ռուսաստանը, իսկ ցենտը տալիս է Հայաստանը։ Ասենք Վրաստանը տալիս է վրացուն, հայերը տալիս են հայերին։
Ռուսական կողմը վերջին ամիսներին սահմանափակել է հայկական գրեթե ողջ գյուղմթերքի արտահանումը, արգելել նաև հայկական ապրանքի տարանցումն իր տարածքով։ Բողոքի ակցիայի մասնակիցները դժգոհում են օտարերկրյա ընկերություններն ավելի շահավետ պայմաններում են աշխատում։ Կառավարությունից պահանջում են ապահովել հավասար մրցակցային պայմաններ հայկական եւ օտարերկրյա բեռնափոխադրողների համար։ Մենք շուկայից դուրս ենք եկել, մեր կառավարությունը ոչ մի բան չի անում, զսպի կամ պաշտպանի իր բեռնափոխադրողներին արտաքին շուկաներից, այսինքն իրան գալիս են մեր շուկան, վեկալում են իրան ձեռը։ Բայց հիմնական խնդիրը դրա, որ մենք արտահանում չունենք։ Մեր մի իրկ բանջարեղեն լիքը ապրանքներ կա, որ չի կարում դուրս գա։ Բեռնատարների վարորդներից բացի կառավարության շենքի դիմաց էին դուրս եկել նաև միջազգային բեռնափոխադրողներն ու լոգիստները։ Նրանք պահանջում էին հանդիպում վարչապետի կամ էկոնոմիկայի նախարարի հետ։ Ասում են, ռուսական սահմանափակումների պատճառով ոլորտը ծանր վիճակում է։ Մարդիկ խնդիր ունեն, մարդիկ վարկեր ունեն, տունա դրած, ավտոյա դրած, գալու են բանկերը խլեն ձեռներից։ 60-70 հազար դոլար տվերենք ֆուրեր են կորը։ Արգով իրանց արգերը բերինք մուծինք, հիմա պետք է մեր համար աշխատենք, հիմա էլ կայնացենք, չենք աշխատում ենք։ Թուրքերի հետ, վրացիքի հետ, ադրբեջանցիքի հետ արտահանում են, բայց մենք ինչ անենք։ Կառավարությունն իր հերթին հավաստիացնում է, որ տարբեր ծրագրեր է իրականացնում ռուսական սահմանափակումների պայմաններում հայկական ապրանքի արտահանումները հեշտացնելու ուղղությամբ։ Վարչապետը տնտեսվարողներին առաջարկում է նաև ճկուն լինելու հարմարվել նոր պայմաններին։ Ցուցարարները կասկածի տակ էին դնում վերջին ամիսներին կառավարության նիստերում պաշտոնյաների հնչեցրած թվերը միջազգային արտահանումների վերաբերյալ։ Կամ էլ 1000 ավտոյից մի ավտոյով են, մի հատ ավտոյա տանում են այլ ազգերով։ Ու ոչ մեկն էլ հետաքրքիր չէ, էլի խոսքի այդ ապրանքը որ արտահանում եղավ։ Ինչ ազգի մեքենաներով, մեր երկրի մեքենաներն եղավ, այլ ազգի մեքենաներով եղավ, ինչով եղավ, ոչ մեկին հետաքրքիր չի։ Ակցիայի մասնակիցների խոսքով այս պահին նոր խնդիրներ են առաջանում նաև վերին Լարսի անցակետում։ Ասում են, անգամ այն բեռնատարները, որոնք սահմանափակումների տակ չհայտնված բեռներ են տանում, հաճախ ենթարկվում են երկարատև ստուգումների։ Մնացած ապրանքներ ինչ գնում է, դատարկ կանեստերները պլաստմասից մտցրել են դասմոտոր, թե դրա ինչն են դասմոտոր անում, չգիտեմ։ Լարսում մեր դրամով, ասենք մի 500,000-ից մինչև 1 միլիոն դրամ այդ դասմոտոր անելու համար մենք փող ենք տալի։ Վարորդներից մեկը, որ արդեն երկրորդ օրն է Լարսի անցակետում է, տեղից տեսանյութ է ուղարկել Ազատությանն ու պատմում, Չինաստանից մեքենաներ է տեղափոխում, բայց վրացի մաքսավորները հայկական մեքենաներին թույլ չեն տալիս հասնել Հայաստան, պատճառաբանելով, թե մեքենաները երկար են ու առանց ուղեկցության չեն կարող գալ։ Այլ երկրների նույն բեռնատարները ըստ մեզ զանգահարած վարորդի վերադարձրել են իրենց երկիր։ Ռուսաստանում բախվում ենք խնդիրների հետ, եկել ենք Վրաստան ամեն օր մի հատ խնդրեմ են ստեղծում։ Հայկական ավտովոզը մտելա աչեն քաշե կանգնա երկարության համար։ Կիրգիզականը հետ ափռում, ղազախականը հետ ափռում, վրացականը նույն երկարությամբ անցնում է։ Վրաստան ուզում է որ իր փոխադրողով հայկական մեքենաները փոխադրի մեր մոտ։ Լավ, արտահանում չունենք։ Դուք չեք տենում ինչա կատարում։ Մտածում եք որ 15000 ընտանիք պետք է ապրի։ Մի արեք այնց որ դիմենք մեր կոշտ քայլերին, հետո ասեք բախման եք գնում։ Մեկ այլ խնդիր, որի վրա ուշադրություն են հրավիրում բեռնափոխադրողները, եվրոպական ուղղությամբ աշխատանքն է։ Նրանց խոսքով հայ վարորդները հաճախ բախվում են շենգենյան վիզաների ստացման երկար ու շատ բարդ ընթացակարգերի։ Նրանք կառավարությունից ակնկալում են նախաձեռնել բանակցություններ Եվրամիության անդամ պետությունների հետ այդ ընթացակարգերը պարզեցնելու, հեշտացնելու նպատակով։ Օտարազգի մեքենաները մեզ շուկայից ոնց որ դուրս են հանել։ Մեր ճանապարհը որ փակ է, արտահանումները չկա։ Մենք ստեղից բեռ չունենք որ գնանք։ Ավտոմատ մենք մնում ենք շուկայից դուրս։ Ակցիայի մասնակիցները նամակ հանձնեցին հասցեագրված վարչապետին, էկոնոմիկայի եւ տարածքային կառավարման նախարարություններին, ինչպես նաեւ արտաքին գործերի նախարարությանը։ Ասացին, խոստացել են, որ 3 օր հետո հանդիպում կկազմակերպեն։ Իլհամ Ալիևն այսօր հերթական մեդիա ֆորումն է անցկացրել Շուշիում։ Այստեղ նրան տհաճ հարցեր չեն տալիս ոչ Արցախի հայաթափման, ոչ Հայաստանի օկուպացված տարածքների, ոչ էլ իր երկրի քաղբանտարկյալների մասին։ Միջոցառմանը որպես կանոն մասնակցում են քարոզիչներ։ Ki demir yumruq
Կարծում եմ այլևս անհրաժեշտություն չի լինի, բայց երբ անհրաժեշտ լինի, բոլորը պետք է իմանան, որ երկաթե բռունցքը գործի կդրվի։ Ալիևն այս հայտարարությունն արել է երեկ ըստ հաղորդագրության Մարտունու գյուղերի բնակիչների հետ հանդիպմանը։ Մինչ այդ էլ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն էր հաղորդել անօդաչուների կիրառմամբ ցամաքային զորքերի լայնածավալ զորավարժությունների մասին 2020-ի պատերազմի փորձի կիրառմամբ։ Այսօր արդեն Շուշիում 4-րդ գլոբալ մեդիա ֆորումի ժամանակ Ադրբեջանի նախագահի հայտարարությունները այդքան ռազմատենչ չէին։ Ղարաբաղյան հարցը պատերազմով լուծած 120,000 մարդու տեղահանման պատճառ դարձած Ալիևը այսօր կարևոր էր համարում, որ խաղաղությունը հիմնված լինի միջազգային իրավունքի վրա։ Ու կրկին Մինսկի խմբից բողոքելու առիթը բաց չթողեց։ Միացյալ Նահանգների, Ֆրանսիայի եւ Ռուսաստանի եռանախագահությամբ այս խումբը Ղարաբաղյան հարցի լուծման համար էր ստեղծվել ու ավելի քան 30-ամյա գործունեությունից հետո լուծարվեց հենց Ադրբեջանի պահանջով։ Մինչ Փաշինյանը վերջին տարիներին պնդում է, որ Արցախի հարցում միջնորդների որևէ առաջարկով չէր երաշխավորվում Արցախի սուբյեկտայնությունը, Ալիևը հակառակից էր այսօր խոսում։ Մինսկի խումբը միայն ուզում էր վերցնել Ղարաբաղը, ներառյալ Լաչինն ու Քելբաջարը ու տալ Հայաստանին։ Нам обещали, что нам вернутся 5 районов, расположенные к востоку от того, где мы находимся. Երբ Ղարաբաղյան երկրորդ պատերազմը սկսեց, աշխարհի 3 առաջատար երկրները պահանջում էին անմիջապես կանգ առնել, զանգում էին, վախեցնում ու սպառնում էին։ Ուզում էին, որ մենք կանգ առնենք, որ ամեն ինչ մնա նույնը։ Նպատակը, որ Ադրբեջանը չվերականգնի իր տարածքները։ Այդ նպատակը չիրականացավ։ Իլհամ Ալիևն այսօր բացել էր բողոքի գիրքը։ Բաքվի նկատմամբ պատժամիջոցներ կիրառած միջազգային կառույցների Միացյալ Նահանգների նախկին նախագահ Ջո Բայդենի կողքին հիշեց Եվրամիության արտաքին գործերի նախարարի եւ Եվրահանձնաժողովի փոխնախագահի պաշտոնները զբաղեցրած Ժոզեփ Բորելին, որը Արցախյան բլոկադայի ժամանակ Լաչինի միջանցքի անհապաղ բացում էր պահանջել, ինչպես նաև միջազգային քրեական դատարանի նախկին գլխավոր դատախազ Լուիս Մորենո Օկամպոին։ Նա էլ Լեռնային Ղարաբաղի շրջափակումն ու հայերի բռնի տեղահանումը որակել է որպես ցեղասպանություն։ The money for Mr. Ocampo was coming from Russian-Armenian oligarch. Պարզվել է, որ Ժոզեփ Բորելը կապեր է պահպանել մի քանի կոռումպացված անձանց հետ, այդ թվում միջազգային դատարանի նախկին դատավոր պարոն Օկամպոյի հետ։ Նրան ֆինանսավորել է ռուսահայ օլիգարխ, որը ներկայումս տնային կալանքի տակ է Հայաստանում։ Ալիևի այս հայտարարությանն առավոտյան արձագանքեց ռուսաստանցի գործարար այժմ Նիկոլ Փաշինյանի գլխավոր ընդդիմախոսներից մեկը՝ Սամվել Կարապետյանի եղբոր որդին՝ Նարեկ Կարապետյանը։ Այդ որ հայ գործարարն է Հայաստանում տնային կալանքում, ումից բողոքում է թե Ալիևը, թե իր պրոքսի Փաշինյանը։ Ալիևը Միացյալ Նահանգների կողմից Ադրբեջանին օգնությունը սահմանափակող 907 ուղումը արդեն ժամկետ անց համարեց եւ կրկնեց, որ այն պետք է չեղարկվի։ Նախ որ խաղաղության պայմանագիր է նախաստորագրվել, ապա Azerbaijan unilaterally lifted all the transit restrictions to Armenia. Ադրբեջանը վերացրել է Հայաստանի նկատմամբ տարանցման բոլոր սահմանափակումները։ Ավելին, Ադրբեջանն ինքն է սկսել նավթամթերք մատակարարել Հայաստան։ Մինչ օրս երկիր է մատակարարվել ավելի քան 10,000 տոննա։ Հատկապես հիմա, երբ շատ երկրներ դժվարանում են հասանելիություն ունենալ վառելիքի աղբյուրներին, Հայաստանը հույսը դնում է այնպիսի հուսալի աղբյուրի վրա, ինչպիսին է Ադրբեջանը։ Հակառակ դեպքում ստիպված էր լինելու բենզին եւ դիզելային վառելիք փնտրել աշխարհով մեկ։ Ըստ Հայաստանի վիճակագրական կոմիտեի, այս տարի Հայաստանն ավելի քան 230 միլիոն դոլարի նավթամթերք է գնել։ Ադրբեջանից ընդհանուր ներկրումը առայժմ 13 միլիոն դոլարի էլ չի հասել։ Զանգեզուր կորիդոր Հայաստանով անցնող ու Ադրբեջանը Նախիջևանին կապող թրիփ նախագծից խոսելիս կրկին Զանգեզուրի միջանցք տերմինը կիրառեց։ Внутренних рисков не существующих, ни потенциальных нет. Մենք ոչ գոյություն ունեցող, ոչ պոտենցիալ ներքին ռիսկեր չունենք։ Բոլոր ռիսկերը սահմաններից դուրս են։ Հայտարարեց 23 տարի երկրի ղեկը իր ձեռքը պահող ընդդիմախոսների նկատմամբ բիրտ ճնշումներով հայտնի Իլհամ Ալիևը։ Շուշիում նա մոտ 3 ժամ պատասխանում էր հարցերին։ 44-օրյա պատերազմից հետո իշխանության կողմից կազմակերպվող այս մեդիա ֆորումում Ադրբեջանի ղեկավարին անհարմար հարցեր չհնչեցին։ Ճիշտ հակառակը, գովասանքի պակաս չկար։
Փոխարտգործնախարար Մնացական Սաֆարյանն օրերս հայտարարել էր, որ Սյունիքով Ադրբեջանը Նախիջևանին կապող Թրամփի ուղին գործելու է Եվրասիական տնտեսական միության տարանցման կանոններին համապատասխան։ Ազատությունը Միացյալ Նահանգների պետդեպարտամենտից հետաքրքրվել է, թե արդյոք Վաշինգտոնը որպես թրիփի մասնակից համաձայնել է այս սցենարին։ Ամերիկյան կողմից միայն հայտնել են, որ սահմանային անվտանգության եւ մաքսային բոլոր ծառայությունները մնում են Հայաստանի վերահսկողության ներքո։ Այսօր մեկնարկում է Հայաստանում Եվրամիության գործընկերային առաքելությունը, խորհրդատվական քաղաքացիական կառույցի նպատակն է աջակցել Երևանին բարելավելու դիմակայունությունը հիբրիդային սպառնալիքների նկատմամբ։ Խոսքը մասնավորապես կիբերսպառնալիքների, օտարերկրյա տեղեկատվական մանիպուլյացիաների ու միջամտության անօրինական ֆինանսական հոսքերի մասին է։ Եվրոպական այս առաքելության սկզբնական մանդատը 2 տարի է։ Վարչապետը դատի է տվել 2 նախկին թիմակիցների հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանին և հետհեղափոխական կառավարող առաջին խմբակցության Իմ Քայլի պատգամավոր Սոֆիա Հովսեփյանին։ Այժմ ընդդիմադիր 2 գործիչների գրառումներն էլ, որ դուրս չեն եկել Փաշինյանին, ընտրությունները կեղծելու մասին են։ Ինքը ինձ է դատի տվել, իսկ ինձ որ դատի է տվել, դա նույնն է, ոնց որ ինչ անես, չգիտեմ։ Գնաս, ասենք Ռոնալդոյի հետ ֆուտբոլ խաղաս, էլի, ասենք անիմաստ։ Խոստպի գագաթին եք 3200 մետր ծովի մակերևույթից բարձր։ Մինչ արձակուրդում գտնվող վարչապետը Սյունիքում Խոստոփի բարձունքն է հաղթահարում, Էդմոն Մարուքյանը Նիկոլ Փաշինյանին զգուշացնում է, իրեն դատի տալը նույնն է, թե Ռոնալդոյի հետ ֆուտբոլ խաղալը։ Հիմա ասենք Քոչարյանը կեղծում էր ընտրությունները, Սերժը կեղծում էր, նույն սիստեմի վրա նստել ես, նույն ձևի կեղծում ես, նույն ձևի կեղծել ես։ Սա համար պետք է գլխով պատասխան տալ։ Ու անձամբ դու Նիկոլ, անձամբ դու։ Փաստը ձեռիս հեսա ցույց եմ տալիս։ Էսեք դուք։ Սովորական, տարական, ասենք, բան։ Պուճուր ընտրակեղծարարներ։ Ընդդիմադիր Լուսավոր Հայաստանի ղեկավար Էդմոն Մարուքյանի ֆեյսբուքյան այս լայվը վիրավորել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին եւ նա դիմել է քաղաքացիական դատարան։ Դատական դեպարտամենտի կողմից Ազատությանը տրամադրված հայցադիմումից պարզ է դառնում, որ Փաշինյանը պահանջում է պարտավորեցնել Մարուքյանին ներողություն խնդրել վիրավորական արտահայտությունների, մասնարապես իրեն տարական պուճուր ընտրակեղծարար անվանելու համար։ Վարչապետը սա որակել է զրպարտություն եւ նաեւ պահանջում է հերքել այս խոսքերը, ինչպես նաեւ պարտավորեցնել Մարուքյանին վճարել 6 միլիոն դրամի փոխհատուցում։ Փաշինյանի այս հայցադիմումը, որ քաղաքացիական դատարան է մուտքագրվել հուլիսի 9-ին եւ հենց հաջորդ օրը մակագրվել է դատավոր Աննա Շիլաջյանին, դեռևս վարույթ չի ընդունվել։ Էականն այն է, որ այս համակարգը դարել է նաեւ ընտրակեղծարար, որ մենք ասում ենք երրորդ ժամկետով, որ մարդ ընտրությանը մասնակցում է, դառնում է ադրբեջանացնում է երկիրը, հասկանում եք, դառնում է ավտորիտար համակարգ, այսինքն կեղծել եք դուք։ Դատական հայցի պատճառ դարձած ֆեյսբուքյան այս լայվը Նիկոլ Փաշինյանի երբեմնի թիմակից հատուկ հանձնարարություններով նախկին դեսպան Էդմոն Մարուքյանը արել էր հունիսի 7-ի ընտրություններից 2 օր անց, երբ հայտնաբերել էր, որ Լուսավոր Հայաստան կուսակցության օգտին քվեարկած ձայները կենտրոնական ընտրական հանձնաժողովը մի քանի տեղամասերում չէր հաշվարկել։ ԿԸՀ-ն դա տեխնիկական խնդիր էր համարել։ Այդ խնդրի մասին ի դեպ առաջինը բարձրաձայնել էր այժմ կալանավորված գործարար Գագիկ Ծառուկյանի Բարգավաճ Հայաստանը։ 21-17 տեղամաս 6 ձայն ենք ստացել, ԿԸՀ-ում 0 ձայն, 21-24 1 ձայն, ԿԸՀ-ում 0 ձայն, 21-29 տեղամաս 3 ձայն, ԿԸՀ-ում 0 ձայն, 21-32 տեղամաս 4 ձայն, ԿԸՀ-ում 0 ձայն։ Այսինքն փոքր գյուղերում 6 հոգի, 4 հոգի, մի հոգի գոնե եղել է, գնաց է ընտրել է մեզ։ Ինչա արել Նիկոլը։ ԿԸՀ կայքամուտքագրե 0 ձայն։ Ինչի եմ ասում Նիկոլը, որտեվ համակարգը իշխանության է պատկանում։ Էդմոն Մարուքյանն արդեն խայտարակություն է որակել Փաշինյանի հայցադիմումը։ Ընդդիմադիր գործչի խոսքով վարչապետը փորձում է իրեն հետապնդել իր քաղաքական խոսքի համար, քանի որ այլ բան հնարավոր չի եղել գտնել։ Մարուքյանը համեմատություն է անցկացնում իր եւ ընտրություններին մասնակցած եւ այժմ տարբեր քրեական գործերով հետապնդվող կալանավորված գործարար Գագիկ Ծառուկյանի եւ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի միջև։ Ես հարուսներ չունեմ, որ գան տանեն գլուխն ուտեն։ Բիզնեսներով չեմ զբաղվում, որ գնան փակեն, ակտեր գրեն, չգիտեմ, հետապնդեն։ Երբևէ գործադիր որևէ պաշտոն չեմ զբաղեցրել, որ ասենք, չգիտեմ, մի հատ աուդիտ անեն, դեմ մի բան ման գտնեն։ Երբևէ հանրապետության նախագահ չեմ եղել, որ միլիարդներ թալանեմ, հետո ասենք կոպեկներ ապօրինի գույքով պահանջեն, եւ այն որ ասում են, գիտեք, կլասիկ քաղաքական գործին ոնց կարան հետապնդեն։ Փորձել քաղաքական խոսքի համար հետապնդել, որը
մեծագույն абսուրդ է, բայց հա, օքեյ, թող փորձեն։ Հղումանելով մարդու իրավունքների Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքին, Լուսավոր Հայաստանի ղեկավարը նշում է, որ քաղաքական գործիչը մեկ այլ քաղաքական գործչին քննադատելու համար չի կարող հետապնդվել։ Բայց քանի որ վարչապետի հայցադիմումն արդեն դատարանում է, Էդմոն Մարուքյանն ակնկալում է, որ Փաշինյանն անձամբ գա դատարան ու բացատրի, թե ինչպես եւ ինչից է վիրավորվել։ Հիմա ինքը պետք է գա դատարան եւ ասի, թե ինչ է զգացել այդ պահին, երբ որ նայել է այդ տեսա ուղերձը եւ ինչ ապրումներ ունեցել է, որ իրան ասել են դու ընտրակեղծարար ես եւ սկսի հիմնավորել, թե ինքը ոնց է վիրավորվել, որտեղ ուրիշ ձև չկա, որ ինքը կարող է այդ դատը կրել։ Վարչապետի փաստաբան Դավիթ Ավագյանն այսօր հրաժարվեց խոսել, ասելով, թե լիազորված չէ, ըստ փաստաբանի այս պահին հայցադիմումի մասին խոսելը նպատակահարմար չեն համարում։ Ընտրություններից շատ չանցած աշխատանքից ազատվել է Քարոզարշավին վարչապետի հետ թեժ վիճաբանության մեջ մտած կինը բժշկուհին համոզված է, որ պետական պոլիկլինիկայում երկարամյա իր գործունեությունը դադարեցվել է քաղաքական հրահանգով որպես հաշվեհարդար, թեև պաշտոնական բացատրությունն է հաստիքի կրճատումը։ Բռնի անհետացած եւ կամ անհետ կորած բարձրաստիճան սպա ունեք, քանի հատ ունեք։ 197 անհետ կորած է։ Անհետ կորած, քանի բարձրաստիճան։ Ես ասում եմ, քանի բարձրաստիճան սպա ունեք, բռնի անհետացած։ Քարոզարշավին վարչապետի հետ թունդ բանավեճից 2 ամիս անց աշխատանքն է կորցնում Զեյթունի պոլիկլինիկայի կանանց կոնսուլտացիայի բաժնի ղեկավարը Արփինե Սողոյանն այսօր է ստացել տնօրենի ծանուցումը։ Եթե լիներ առանց 20 թվի իրադարձությունների գուցե եւ շատ ավելի ծանր կտանեի, բայց հիմա այդ հատվածը իմ մոտ բթացել է հայրենիքի կորստով։ Աշխատանքի հետ կապված գրեթե ոչինչ, չու դատարկություն։ Քանաքեր Զեյթուն առողջության կենտրոնի 21 տարվա գինեկոլոգը Քարոզարշավի ընթացքում Փաշինյանին էր հանդիպել, հարցրել 2020 թվականի պատերազմի ժամանակ անհետ կորած եղբորու մյուսների մասին, քննադատել վարչապետին։ Ուրեմն դուք փորձեցիք մեզ կզարթնել, Փաշինյանը դուրս էր եկել հունից, բժշկուհուն փորձել նույնացնել ընդդիմադիր գործիչների հետ, մթնոլորտը թեժացել էր։ Եթե դու գրոբն եք, գրոբին կզացնելու եմ, գրոբը նստելու է, ռոբին սատկացնելու եմ, կարուգացնել եմ սատկացնելու։ Բժշկուհի Սողոյանը սակայն հենց իր ընդդիմադիր հայացքներով ու Փաշինյանի հետ հանդիպմամբ է պայմանավորում այսօրվա ծանուցումը։ Մի քանի անգամ եղել էր այդ բանը, նենց կիսակատակով բանով ասել եմ դե չեմ գրում, ոնց ուզում եք հանեք տենց։ Բնականաբար ղեկավարությունը։ Նո չէ, սենց ոնց որ ավելի շատ ինչ որ կիսակատակ բան զրույցներ էին, բայց դե արդեն ծանուցում է այսօր մի քիչ ավելի պաշտոնապես ստացանք, հասկացանք, որ ամեն ինչ շատ ավելի լուրջ է։ Այս միջադեպից հետո քաղաքապետ Տիգրան Ավինյանը շտապել էր բացառել, թե քաղաքական հայացքներով պայմանավորված աշխատանքից կազատեն բժշկուհուն։ Բացառվում է, որ որևէ մարդ իր քաղաքական հայացքների համար ազատվի աշխատանքից, հրամանավանդ անկախ ամեն ինչից խոսքը գնում է կնոջ մասին, ով եղբորն է կորցրել։ Ավինյանի այս հայտարարությունից 2 ամիս անց, սակայն Երևանի քաղաքապետարանի կրճատումների տակ ընկավ հենց ընդդիմադիր հայացքներով մասնագետը։ Մամուլի ծառայությունից այսօր Ազատությանը փոխանցեցին, որ կրճատումներն առողջության պարտադիր ապահովագրության շրջանակում են։ Երևանի քաղաքապետարանի ենթակայության առողջապահական հաստատություններում տեղի են ունեցել հաստիկների կրճատումներ, այդ թվում գինեկոլոգների, եւ որ հավելյալ պահպանված հաստիկները առաջացնում են լրացուցիչ ֆինանսական բեռ, այդ թվում բաժնի վարիչ հասկացությունը, իսկ դա ֆինանսական փոխհատուցման ենթակա չէ։ Չլներ այդ միջադեպը ես լրող տեսակ չէ, ինչ որ միևնույն է, ես բարձրաձայնելու է, ես պայքար, չգիտեմ ինչ, այդ դրվագով չլներ, միգուցե մի ուրիշ բան նախատեսվեր իմ համար։ Մինչ Ավինյանի ղեկավարած կառույցում ընդգծում են բուժական գծով փոխտնօրենները ունակ են լուծելու բուժարուի ցանկացած հարց, Սողոյանը ցույց է տալիս այսօրվա ծանուցումն ու ընդգծում այս պատճառաբանությունը տրամաբանական չէ։ Ըստ դրա բազմամյա բժշկին այլ աշխատանք չեն կարող առաջարկել, ելնելով նրա առողջական վիճակից։ Սողոյանը, որ պնդում է առողջական խնդիրներ չունի եւ երբեք չի բացակայել գործից հիվանդության պատճառով, տարակուսած է, ինչու են կրճատում հաստիկները, եթե պոլիկլինիկա դիմողների թիվը չի կրճատվել։
Պարզապես նրանց մի մասն արդեն սպասարկվում է ոչ թե պետպատվերի, այլ համընդհանուր ապահովագրության շրջանակում, իսկ դրանից բժիշկների ծանրաբեռնվածությունը ոչ թե պակասել է, այլ ավելացել։ Սողոյանի կրճատումից հետո ավելի քան 10,000 կանանց այսուհետ կսպասարկի 3 բժիշկ։ Հաստիկ է կրճատվում, իմ մասնագիտական հնարավորությունները եւ առողջական վիճակը թե ինչ կապ ուներ չեմ հասկանում, ես բացառապես առողջ եմ։ Թույլ չեն տալիս այլ աշխատանքի չեն առաջարկում ինձ տվյալ հիմնարկում, ուստի ինձ տալիս են 30 րոպե շուտ գնալ, որպեսզի ես նոր աշխատանք որոնեմ։ Քանաքեր Զեյթուն առողջության կենտրոնի ղեկավար Վարդան Հակոբյանը, որն այսօր ուղարկել է Սողոյանի ծանուցումը, ազատության հարցերին չցանկացավ պատասխանել, ասաց՝ վերադասից քաղաքապետարանից թույլտվություն չունի։ Ես գիտեմ, դուք ասեք, բայց քաղաքապետարանը պետք է թույլտվություն ունի, պրոբլեմ չկա։ Արփինե Սողոյանը հարցն այսպես չի թողնի, աշխատանքից ազատման հրամանը կբողոքարկի դատարանում։ Բնականաբար բողոքարկելու եմ։ Երեք Երևանում նշված վարդավառը քննադատության պատճառ է դարձել, բայց ոչ ջրելու համար։ Ընդդիմադիրները բողոքում են քաղաքային իշխանությունների տոների համար շռայլ ծախսերից, մատնացույց անելով չլուծված բազմաթիվ խնդիրներ։ Մոտ 200 միլիոն դրամ կամ մոտ $550,000 այսքան է արժեցել այս տարվա Վարդավառի նոր փառատոնը քաղաքացիների համար, որ հրապարակում նշվեց տոնական համերգով, ջրցան մեքենաներով եւ փրփուր փարթիով։ Իսկ ընդամենը 1 ամիս առաջ Երևանի քաղաքապետարանը ել ավելի մեծ գումար էր հատկացրել երեխաների պաշտպանության օրը հունիսի 1-ը նշելու համար։ Ընդհանուր ավելի քան 395 միլիոն դրամ կամ մոտ $1 միլիոն։ Ստացվում է միայն 2 օր տոնելու համար քաղաքացիները վճարել են մոտ 595 միլիոն դրամ կամ $1.6 միլիոն։ Ավականու ընդդիմադիր ազգային առաջընթաց խմբակցության անդամ Հայկ Գրիգորյանը սա համայնքային բյուջեի վատնում է համարում եւ անիմաստ ծախս, հիշեցնելով քաղաքում բազմաթիվ չլուծված խնդիրներ կան, որոնց համար երբեք գումար չի գտնվում։ Նիստերի ժամանակ բարձրաձայնել են, որ պետք է մեզ խելացի լուսացույցեր եւ պարեկներ այն գործը, որը անում են, դա կարող է ավելի ճիշտ ձևով արվել։ Իրանք ինձ ասին, որ դու գիտեք, դրա գինը, ամեն մի հատի գինը $10,000, դա շատ մեծ գումար է, մենք չենք կարող մեզ ցույց տալ։ Հայկ Գրիգորյանը նկատում է անգամ ավելի քիչ ծախսերի հետ կապված խնդիրները չեն լուծվում, օրինակ կանգառների կահավորման հարցը։ Մի կանգառի արժեքը չեմ կարծում մի քանի $1,000 գերազանց է, իսկ մինիմում 600,000-ով կարելի է Երևանի գոնե 100 հատ կանգառ, հատկապես այս շոկին կամ անձրևներին մարդիկ չունեն կանգնել տեղ, եթե նկատել եք, նույնիսկ կենտրոնում կան խորենացու վրա, ես տեսել եմ 2 հատ կանգառ, որտեղ ուղղակի բանն է դրած նստարան, այսինքն ծածկ չկա եւ այլն եւ այլն։ Կանգառներից մեկն ի դեպ, որ ոչ ծածկ ունի, ոչ կահավորանք, այլ միայն մի ցուցանակ եւ մի նստարան, քաղաքապետարանի հենց կողքին է, մոտ 200 մետրի վրա։ Բայց նման միայն ցուցանակով կամ կիսաքանդ կանգառները քիչ չեն, հատկապես մայրաքաղաքի ծայրամասերում։ Քաղաքացիական պայմանագիր խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանը համաձայն չէ։ Կանգառները կահավորվում են, ասում է, իսկ տոնակատարություններն անհրաժեշտ են քաղաքի ճանաչելիությունն ու տուրիստների հոսքը ապահովելու համար։ Տեսեք, համատեղելու խնդիր չկան, կան տարբեր ուղղություններով ծախսեր, այսինքն դու չես կարող մենակ կանգառներ սարքել եւ ուրիշ ոչի բան չանել։ Բայց կանգառներ չի սարքվում։ Սարքվում է, ես ձեզ կխնդրեմ դուք գրավոր հարցում ուղարկեք եւ պատասխանը կստանաք, արդեն շատ կանգառներ կա տեղադրված եւ էլի տեղադրվելու է, բայց էլ եմ ասում, զբոսաշրջությունը դա մի ուղղություն է, որ դու չես կարող անտեսես եւ միշտ կարելի է ասել, դե սրա վրա չծախսեք, այնտեղ այն խնդրեմը կա, այդտեղ ծախսեք։ Միշտ է կարելի է ասել։ Բայց քաղաքային իշխանությունների համար նախապատվությունը ո՞րն է, արդյոք туриզմն է, թե քաղաքի կանգառների։ Քաղաքի վարկանիշն է ամբողջ աշխարհում առաջին հերթին, որովհետեւ բոլոր քաղաքներում էլ աշխարհի կա կանգառի խնդիր, կա տարբեր խնդիրներ, բայց այդ քաղաքները չեն կորցնում իրենց ճանաչելիությունը, չեն կորցնում իրենց զբոսաշրջիկների թիվը։ Որ քաղաքն տեսանելի դարձնում է, որ անդադ խցանումներ է, անդադ էկոլոգիան վատ վիճակում է, կոյուղաջրերը հոսում են, տրանսպորտը չի բավականացնում այդ քաղաքը։ Մայր Հայաստան խմբակցության ղեկավար Մանուկ Սուքիասյանը կարծում է առաջին հերթին Երևանցին քաղաքում պիտի հարմար ապրի։ Եվ պետք է այնպես անել, որ չխախտել Աստծունը Աստծուն, կեսարինը կեսարին սկզբունք, այսինքն դու պետք է քո քաղաքային իշխանությունը եւ բյուջեն ծառայեցնես, որ Երևանցու համար տարին 365 օր պլյուս 6 ժամ լինի բարեկեցիկ եւ ողջամիտ, հետո նոր մտածես տուրիստի մասին։ Այնպես որ այս իշխանությունների փող մսխելու այդ մարմաճը նորություն չի, նույնը կատարվում է համանորյա զարդարանքների ժամանակ, թե հունիսի 1-ին, թե բոլոր Երևանի Երևանի ժամանակ իրենց բանու գործը մենակ կայանում են դրանով, որ
տարբեր միջոցառումների հետ կապված փողեր մսխեն, գնան քեֆ անեն, պարեն, ուրախանան, բայց հարկ եղած դեպքում մտնեն քաղաքացու գրպան։ Այս իշխանությունները ինչ եկել չեն եկել, հատկապես այս վերջին 4-5 տարվա ընթացքում գույքահարկից սկսած ամեն ինչը թանկացել է։ Ազգային առաջընթաց խմբակցության անդամ Հայկ Գրիգորյանն էլ նկատում է քաղաքապետարանը туриզմի զարգացման գործակալություն չէ, իսկ նման ճոխ միջոցառումների մի քանի տարվա գումարը կբավականացներ մայրաքաղաքում լուրջ փոփոխություններ իրականացնելու համար։ Այսինքն Երևանի քաղաքապետարանը էկոնոմիկայի նախարարություն չի, որ ինքը ինչ որ մտածի միջոցառումներ կազմակերպի, որ туриզմը զարգանա։ Ինքը տեղական ինքնակառավարման մարմին է։ Եթե գումարենք այդ տարվա ընթացքում քանի հատ միջոցառում 200 միլիոնով կլինի, եթե հանրագումարը բերենք, կտեսնենք, որ 2 տարվա ընթացքում հնարավոր էր մետրոպոլիտենի կայարանը ավարտել։ Իշխող քաղաքացիական պայմանագրի ավականու խմբակցության ղեկավարը հակադարձում է, մեծ նախագծերն իրենց տեղն ունեն, տոները իրենց տեղը։ Մարդիկ նաև ուզում են տոներ։ Մենք չենք կարող որպես քաղաքային իշխանություն ասել, դե որ մենք ասել ենք մետրո կամ չգիտեմ կանգառ, ուրեմն մոռացեք որևէ այլ բան քաղաքում չի լինելու։ Երեխաները հունիսի 1 չպետք է նշեն, նոր տարի չպետք է լինի, վարդավառ չպետք է լինի, անկախության տոն չպետք է լինի, քաղաքի տոն չպետք է լինի։ Մենակ բան աթոռը կդնենք, նստեք, կասենք շատ լավ։ Այսինքն քաղաքը նաև իր տոներով է, ոնց որ մարդը իր ծնունդը չնշի, դուք ձեր ծնունդը նշում եք, չէ՞ հաճախ, կամ ինչ որ մարդիկ նշում են։ Հիմա մենք չենք կարող ասել, դե մենք մեր ծնունդը չենք ուզում նշել, ուրեմն դուք բոլորդ մի նշեք ձեր ծնունդը։ Միջազգային լրահոսից Ուկրաինայի դաշնակիցներն այսօր հերթական հավաքն են անցկացնում Փարիզում վերահաստատելու աջակցությունը Կիևին եւ ուժեղացնելու ճնշումը Ռուսաստանի նկատմամբ։ Այսօր կհայտարարվի, որ Ուկրաինայի համար նախատեսված բազմազգուժերը լիովին պատրաստ են տեղակայվել ռազմական գործողությունների ավարտից հետո։ Վաշինգտոնը բացառում է, որ ամերիկյան ցամաքային զորքեր կմտնեն Ուկրաինա, խոստանալով միայն ներգրաված լինել հնարավոր հրադադարի վերահսկմանը։ Առայժմ սակայն հրադադարի հեռանկար չի նշмарվում, այսօր էլ Մոսկվան եւ Կիևը օդային հարվածներով են փոխանակվել։ Իրանում հրադադարի չեղարկումից հետո ռազմական գործողությունները մեծ թափով շարունակվում են։ Ամերիկյան զինուժը թիրախավորել է Իրանի հակաօդային պաշտպանության համակարգերը, հրթիռային կարողություններն ու նավերը։ Թեհրանն էլ իր հերթին հաղորդում է, որ հարվածներ է հասցրել Հորդանանում, Բահրեյնում եւ Քուվեյթում ամերիկյան ռազմական բազաներին։ Ամեն ինչ վերսկսվեց, երբ Վաշինգտոնը հայտարարեց, որ Հորմուզում խախտվել է հրադադարը։ Հիմա ամեն կողմ պնդում է, որ ինքն է վերահսկում նեղուցը, բանակցություններ առայժմ չեն նշмарվում։ Երևան վերադառնանք, մեկնարկում է կինոտոնը Ոսկե ծիրան փառատոնը, առաջիկա 7 օրերին էկրան կբարձրանան համաշխարհային եւ հայկական ֆիլմ արտադրության նորույթները, մինչ այդ աստղերն են կարմիր գորգին։ Ես ամեն անգամ մեծ հաճույքով եմ գալիս, նախ որովհետև կինոն իմ աշխարհն է, եւ կինոն եւ թատրոնը տարբեր են, բայց նաեւ երկուսն էլ իմն են։ Չեմ կարող ես անտարբեր լինել, հատկապես եթե sense մեծ արարողություն է, անպայման պետք է լինել։ Երևանում մեկնարկել է 23-րդ Ոսկե ծիրանը։ Այս պահին իմ թիկունքում դուք տեսնում եք, որ հյուրերը նկարվում են, պատրաստվում դիտել փառատոնի բացման ֆիլմը Թամարա Ստեփանյանի «Արտոյի երկիրը»։ Ոսկե ծիրանը իմ համար շատ կարևոր կինոփառատոն է, որովհետև դա ես ասում դա իմ սրտի փառատոնն է, դա իմ հայրենի հողի փառատոնն է։ Ես սկսել եմ իմ ոնց որ մանկական քայլերը Ոսկե ծիրանում, երբ որ դեռ ուսանողական աշխատանք էի ցույց տալիս, եւ իմ կարծիքով դեռ այն ժամանակ ես նույնիսկ չէի կարող պատկերացնել, որ կարող է մի օր իմ ֆիլմով բացվի։ Դա մեծ պատիվ է, բայց մեծ պատասխանատվություն է։ Այսինքն շնորհակալ եմ Ոսկե ծիրանի իհարկե թիմին, որ որոշեց Արտոյի երկրով բացել կինոփառատոնը, եւ հուսով եմ կարդարացնեմ բոլորից սպասածը, չգիտեմ, հուսով եմ։ Ցուցադրելու են ամբողջ շաբաթ մինչև կիրակի։ Իսկ լրատվական կենտրոնում այսքանը, օրվա մյուս լուրերի համար բաժանորդագրվեք Ազատության էջերին, սոցցանցերում քանդվենք։